Մեզ ամռանը նոր ու կարևոր մարտահրավեր է սպասվում։ Այս համապետական ընտրությունները վճռորոշ են լինելու մեզ համար։ Կամ նորից վերարտադրվելու է այս իշխանությունը ու մենք վերջնականապես դառնալու ենք թուրքական վիլայետ, կամ ազգովի պետք է գնանք ընտրության ու ոչ ասենք այս ապազգային խմբակին։ Այս ընտրությանը Նիկոլին ու ՔՊ-ին պետք է մերժել, որ չշարունակեն մեզ թալանելով իրենք հարստանել ու տապալել պետական կառավարման ամբողջ համակարգը, որովհետև նորից նրանց ընտրելու դեպքում նորից Փաշինյանի սրտի օլիգարխներն են գալու երկրի ղեկին ու շարունակելու են խեղդել մանր ու միջին բիզնեսին եւ ամբողջ շուկան շարունակելու են լցնել թուրքական ու ադրբեջանական ապրանքներով։ Մենք պետք է մեր հարևաններին հարգենք, նրանք մեր իրավունքները, մենք նրանց իրավունքները։ Նրանց ընտրել նշանակում է շատ ցածր ինտելեկտով նորալելուկներին նորից բերել մեզ ղեկավարներ կարգել, ովքեր նախկինում երբևէ որևէ նորմալ տեղ չեն աշխատել։ Մոտավորապես այսպիսի մտքի գոհարներով են կառավարելու երկիրը։ Պատասխանատու հայտարարություն եմ անում, որ ես էլ Սուրբ Կույս Հռիփսիմեն եմ եւ իմ որդու հայրն էլ Սիրահարների բարեխոս Սուրբ Սարգիսն է։ Տեսեք, մենք հիմա կարող ենք մեծամասնություն ունենք, կարող ենք օրենք ընդունել եւ ասել բոլոր ենթադրենք Սամվել անունով մարդիկ չեն կարող լինել տեխնացու, կարող ենք չէ՞։ Գաղտնիք չի, չէ, եթե ասենք, որ այս իշխանության վերարտադրվելու դեպքում ազգային ժողովն ու կառավարությունը լցվելու են աղանդավորներով։ Արդեն խոսակցություններ կային այն մասին, որ ՔՓ ցուցակներում լինելու է կյանքի խոսք աղանդավորական եկեղեցու այս կարկառուն ներկայացուցիչը։ Իդեպ, Փաշինյանի դուստր Շուշան Փաշինյանը եղել է այս տղայի հարսանիքի հարսնաքույրը եւ աշխատում է նրա կնոջ դպրոցում որպես անգլերենի ուսուցչուհի։ Իդեպ, Շուշանի մասնակցությամբ այդ հարսանիքը կատարվել է ամբողջությամբ աղանդավորական ծեսերով։ Աղանդավորականներին զուգահեռ սրանց ընտրվելու դեպքում չի բացառվում, որ մի օր էլ падգամավորի կամ նախարարի պաշտոններին կբազմեն նույնասեռականները։ Չմոռանանք, որ հենց այս իշխանության օրոք առաջին անգամ ազգային ժողովի ամենաբարձր ամբիոնից նույնասեռականին խոսքի իրավունք տրվեց։ Դա էլ հերիք չէր մեր հարկերի հաշվին գոյացող պետբյուջեից կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը հովանավորեց, որ նկարահանվի սեռը փոխած ծանրամարտիկի մասին պատմող ֆիլմը։ Եվ ի վերջո, այս իշխանության վերընտրվելու պարագայում, երբ իրականություն դառնա Ադրբեջանի պահանջած արևմտյան Ադրբեջան եզրույթը, հնարավոր է, որ օրինակ ազգային ժողովում նախնական լինեն որպես Հայաստանում ապրող ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ, ադրբեջանցիներ ու թուրքեր։ Ու եթե ձեզ թվում է, որ սա շատ անհավանական է, շտապենք հիասթափեցնել, որովհետև ադրբեջանցիներն արդեն Հայաստանում են։ Իսկ գիտեք ինչու են եկել։ Եկել են, որ իբր իրենց նախնիների տները գտնեն։ Սա էլ տեսանյութը, որ պատկերացնեք, զգաք, թե նրանք որքան մոտ են մեզ։ Իսկ Հայաստան ներխուժած այդ ադրբեջանցիների նկատմամբ որևէ հետապնդում չի իրականացվում, որովհետև իրավապահ համակարգը հազիվ ժամանակ գտնի ամենայն հայոց կաթողիկոսի սրբազանների կամ բարերարների նկատմամբ կեղծ գործեր հարուցի։ Դե, հարգելի ժողովուրդ, ձեզ մնում է հստակ որոշում կայացնել։ Գնում ենք այս թրքահաճո իշխանությունից ազատագրվելու ճանապարհով, թե գնում ենք հավերժ կործանման։